Ինչպես արդեն հայտարարել էի, իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունը ավարտվել է։ Աննա Հակոբյանը, որ 4 ամիս առաջ ազդարարեց Նիկոլ Փաշինյանից բաժանվելու կառավարական ամառանոցը լքելու մասին, ընտրություններից հետո վարչապետի տիկնոջ կարգավիճակով վարչապետի որոշմամբ գործուղվում է Նյու Յորք։ Հունիսի 26-ից մինչև հուլիսի 4-ը Նյու Յորքում մասնակցելու է առաջին տիկնանց համաշխարհային 4-րդ ամենամյա միջոցառմանը։ Այսօր փետրվարի 25-ին ես լքում եմ կառավարական առանձնատունը, ես տեղափոխվում եմ վարձակալած բնակարան։ Առաջին տիկնանց միջոցառմանը մասնակցող Աննա Հակոբյանը, թե երբ վարձով տնից վերադարձավ կառավարական ամառանոց ու ակտիվացավ որպես վարչապետի տիկին, ժողովրդին այս մասին դեռ չի պատմել։ Վարչապետն էր լրագրողներին ասել, որ այդ ուղղությամբ ջանքեր է գործադրում։ Այո, ջանքեր եմ գործադրել, որպեսզի ձեր ասած իրադարձությունը տեղի ունենա եւ ուրախ եմ, որ դա տեղի է ունենում եւ ուրախ եմ, որ եւս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի։ Հակոբյանը 3 ազդարարեց իր կրթվել է նորաձև է շարժման երկրորդ փուլի մասին։ Մենք այսօր քննարկելու ենք եւ կհաստատենք կրթվել է նորաձև է համապետական շարժման ռազմավարական պլանը 2026-2030 թվականների համար։ Մինչև ընտրությունները Աննա Հակոբյանը Փաշինյանի ու ԿՊԱ-կաների հետ մեկ անգամ Գյումրիում երևաց, մեկ անգամ էլ ասուլիս հրավիրեց։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետի հետ չէր շրջում, տեսանյութեր էր հրապարակում իր երևանյան զբոսանքներից։ Իմ քայլը բարեգործական հիմնադրամի տնօրեն Հակոբյանը կառավարական ամառանոցը լքելու մասին պատմելիս չէր բացառել, որ քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել, որպես այդ հիմնադրամի տնօրեն։ Կյանքը գուցե եւ հնարավոր է այդպիսի զարգացում, ինչ արած։ Իմ քայլը հիմնադրամը ընտրություններից ամիսներ առաջ բարեգործական ծրագրեր էր անում։ Ընդդիմադիրները ահազանգում էին նախընտրական փուլում բարեգործության արգելքի խախտման մասին, բայց Փաշինյանի կնոջ ղեկավարած հիմնադրամը կանգ չառավ։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հայտարարեց, ուսումնասիրում են ահազանգերը, հետո էլ թե որևէ վարույթ հարուցելու հիմքեր չեն գտել։ Խախտումների մասին ահազանգել ու դատարան է դիմել անկախ դիտորդ դաշինքը։ Դաշինքում համարում են, որ հիմնադրամի բարեգործական ծրագրերն ու Աննա Հակոբյանի կերպարը ասոցացվում են իշխող քաղաքական ուժի հետ եւ այդ դեպքում նախընտրական շրջանում բարեգործությունը օրենքի խախտում է։ Պահանջում են վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանին։ Մենք համարում ենք, որ դա հանդիսանում է վարչական իրավախախտում։ Անկախ դիտորդ կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն ասաց, շուրջ 15 հայց է ներկայացրել։ Դատարանն օրեր առաջ վարույթ է ընդունել։ Նիստերը կսկսվեն աշնանը։ Փաստերը նրա մասին են, որ իմ քայլը հիմնադրամի ոչ գործադիր տնօրենը, ոչ հոգաբարձուների մեջ գտնվող անձինք չեն հանդիսանում այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչներ, անդամներ։ Աննա Հակոբյանը դեռ ապրիլին էր հայտարարել, որ փաստաբանների հետ քննարկում է անկախ դիտորդի դեմ հակընդդեմ դատական հայց ներկայացնելու Դանիել Իոաննիսյանի դեմ քրեական գործ հարուցելու հաղորդման հնարավորությունը իր ղեկավարած հիմնադրամի գործարար համբավին հասցրած վնասը հատուցելու պահանջով։ Արդյոք դիմել են դատարան։ Դանիել Իոաննիսյանն ասաց, որևէ հայցադիմումի մասին տեղեկություն չեն ստացել։ Հիմնադրամից չհաջողվեց ճշտել։